պատմությունը սկսվում է այնտեղից, երբ Յուտայի բնակիչը նկարում է այս տեսանյութը։ Սա ես եմ։ Ուղղակի նկարում եմ իմ առօրյան, եթե իմ կամ իմ ընտանիքի կամ բոլորիս հետ ինչ-որ բան պատահի։ Սյուզան Փոլը նկարելուց հետո այս վիդեոն չէ կարող պատկերացնել, որ կարող է իրականում ինչ-որ վատ բան պատահել եւ նրանք կարող են սպանել։ Սյուզանը իր փաստաբանի խորհրդով նկարում է տան այն գույքը, որը ունի, որը իր սեփականն է, քանի որ նա վախենում է, որ իր ընկերը, իր ամուսինը, նրանց 2 երեխաների հայրը կարող է վաճառել ուղակի դրանք։ Ջոշը շարունակ քայլող կարմիր դրոշեր, red flag էր, եւ Սյուզանը միշտ վախեր ուներ եւ կասկածներ ուներ, որ ինչ որ մի բան այն չէ, բայց թե ինչ նա այդպես էլ չիմացավ։ Քանի որ Ջոշին սնանկ են ճանաչել, Սյուզանը մտավախություն ուներ, որ իր ամուսինը կարող է ամբողջ վաճառել, որպեսզի դուրս գա այդ ամեն ինչից, քանի որ նրանք ինչպես ունեն սեփական գույք, այնպես էլ ունեն առանձին գույք եւ առանձին գումար, բայց այս պատմությունը ոչ թե գումարի մասին է կամ գումարի պատճառով ինչ որ մարդասպանության, այլ սա պատմությունը մի ամբողջ լավ սփոյլ չանեմ։ Հիմա կհասնենք դրան։ Այս նկարում մենք տեսնում ենք նրանց երջանիկ ընտանեկան պատկերը, բայց ինչպես ասում են, բոլոր ընտանիքները դժբախտ են յուրովի։ 2009 թվականի դեկտեմբերի 7-ի առավոտյան Ջոշի տանեցիները եւ աղջկա տանեցիները սկսում են որոնողական աշխատանքներ, քանի որ ոչ ոք չէր պատասխանում տան հեռախոսահամարին եւ նրանք մտածում են, որ ամբողջ ընտանիքը թունավորվել է գազից, բայց իրականում այդպես չէր։ 911 լսում եմ ձեզ։ Բարև ձեզ, իմ տղան եւ նրա կինը ընդհանրապես կապի դուրս չեն գալիս։ Ես մտավախություն ունեմ, որ նրանք մահացել են գազի թունավորումից։ Նրանք ոչ գնացել են աշխատանքի, ոչ երեխաներն են մանկապարտեզ գնացել։ Խնդրում եմ, ինչ որ մի բան արեք։ Ոստիկանները ահազանգ ստանալուց հետո գնում են բնակարան պարզելու, թե որն է պատճառը, եւ պարզ է դառնում ոչ ոք չի մահացել գազից եւ ավելին ասեմ, ոչ ոք չկա տանը։ Տանը կա ընդամենը 2 միացված վենտիլատոր, որոնք չգիտես թե ինչու փչում են դեպի բազկաթոռը, որը կարծես թե խոնավ կամ ինչ-որ քրտնած է։ Երեկոյան, երբ Ջոշը հետ է վերադառնում տղաների հետ, առանց Սյուզան նկատեցիք, առանց Սյուզան։ Երբ նա հետ է վերադառնում տղաների հետ, ոստիկաններին բացատրություն է տալիս, որ մենք ուղղակի որոշել էինք գնալ Արշավի։ Իսկ Սյուզանը այդ դիվանին պարկած էր։ Նա մեզ ասաց, որ չի գալիս եւ վերջ, մնաց այդտեղ պարկած։ Սակայն ոստիկանները չհավատացին Ջոշին, քանի որ հենց այդ օրը եւ դրա նախորդ օրը, որ նրանք գնացել էին Արշավի, ահա որ ուժեղ ձնաբուք էր, ահա որ ուժեղ քամի էր բարձրացել եւ անհնար էր նույնիսկ դուրս գալ տանից։ Ինչու են նրանք որոշում գնալ Արշավի երեկոյան ժամի, ինչու են նրանք հետ վերադառնում տուն ուշ ժամը 5-ին 6-ին եւ ինչու Ջոշը անհանգստացած չէ իր կնոջ որոնողական աշխատանքների մեջ, չէ որ նա ուղղակի անհետացել է, միգուցե ինչ-որ վատ բան է եղել, եղբայր գնա գտիր քո կնոջը, բայց չէ։ Ջոշը շատ հանգիստ է եւ Ջոշը ուղղակի ոչինչ չի անում։ Իսկ երեխաներից մեկը ոստիկաններին ասաց հետեւյալը. մենք մենակ չենք, մեզ հետ մայրիկն էր եւ եւս 2 հոգի։ Այս ամենից անցնում է 10 օր եւ Ջոշը գնում է բանկոմատ, ոչինչ չի կատարում, նա ոչ մասնակցում է որոնողական աշխատանքներին, ոչ ինչ որ հավելյալ ցուցմունք է տալիս, ոչինչ։ Նա գնում է բանկոմատ եւ այնտեղից հանում է ուշադրություն $1.5 միլիոն, որը Սյուզանի մահվան գումարն էր։ Այո, Սյուզանը արդեն համարվում էր մահացած եւ նրա մահվան դիմաց ապահովագրական ընկերությունը դրամադրել էր $1.5 միլիոն։ Ոստիկանությունը հասկանալով, որ այստեղ ոչ միայն Ջոշը կապ ունի, այլ նաեւ նրա ընտանիքը որոշ չափով, նրանք սկսում են հետաքննություն նաեւ նրա ընտանիքի անդամների, իր եղբոր եւ հոր։ Ինչ են գտնում։ Դա ուղղակի չեմ կարող խոսալ։ Դա ուղղակի կապշեցնի ձեզ։ Ոստիկանները ուսումնասիրելով տունը, որտեղ ապրում է Ջոշի հայրը, գտնում են համակարգիչ ու վիդեոկամերա։
Հա, օքեյ, մարդը սիրում էր նկարել։ Ու ինչ դա մեղադրանք է? Չէ, բայց չգիտես ինչու նա սիրում էր նկարել կանանց եւ Սյուզանին։ Նա նկարել էր Սյուզանին տարբեր ռակուրսներից, որոնց մեծամասնությունները ինտիմ էին։ Այսինքն նա նույնիսկ Սյուզանի հետևից գնում էր զուգարան, գնում էր նրա հետևից բաղնիք, որքան հնարավոր է շատ կադրեր ստանալ, քանի որ նա սիրում էր Սյուզանին։ Այո, Ջոշի հայրը սիրում էր Սյուզանին։ Ոստիկանները գտնում են 4500 ֆոտո եւ վիդեո մատերիալ, որտեղ հիմնականում Սյուզանն է, բոլոր ռակուրսներում նա ցուցադրվում է որպես իկոնա, քանի որ Ջոշի հայրը ուղղակի պաշտում էր Սյուզանին եւ այստեղ գալիս ենք անցյալ, գնում ենք անցյալ ավելի շուտ, մի հետաքրքիր ու փոքր դրվագի հետևից, երբ Ջոշը ու Սյուզանը նոր էին ամուսնացել, նրանք եկել եւ ապրում էին այդ տանը, որտեղ ապրում էր թե նրա հայրը, թե եղբայրը, թե հոր կինը, Ջոշի մայրը։ Ու այդ ընթացքում նույնիսկ Ջոշի հայրը նրանց անընդհատ նկարում էր ու պատճառն էլ հենց դա է լինում, որ Սյուզանը որոշում է, որ պետք է իրենք առանձին ապրեն, քանի որ նա ուղղակի չէր կարողանում զսպել արդեն Ջոշի հոր պահվածքը, իսկ Ջոշի պատասխան ոչինչ չէր ասում։ Նա ուղղակի լուր էր եւ ինչ ասել, ոչինչ չուներ ասելու։ Նա ոչ հասկանում էր, որ հայրը սխալ է անում, ոչ էլ հասկանում էր Սյուզանը ինչ իրավիճակում է գտնվում։ Ջոշի հայրը իր մոտ պահում էր նույնիսկ փոքր հայլի, որի միջոցով նա նկարում էր Սյուզանին շատ թաքուն, ինչպես նաև նա սովորություն ուներ Սյուզանի հագուստը ավելի շուտ ներքնազգեստը գողանալ եւ պահել իր մոտ։ Այո, ոստիկանները սա համարում են շատ տարօրինակ եւ փառք Աստծո, որ այդպես էլ համարում են եւ ձերբակալում են հորը։ Չանցած որոշ ժամանակ նրանք ուշադրություն են դարձնում նաեւ Ջոշի եղբորը։ Մայքլը, Ջոշի եղբայրը, որոշում է իր մեքենան վաճառել ու կասեք ոչ մի լուրջ բան, բայց մեքենան գտնում է նորմալ վիճակում, նույնիսկ շատ լավ վիճակում եւ Ամերիկայում հետեւյալն է. մեքենան երկու դեպքում կարելի է վաճառել։ Եթե այն գտնվում է ոչ սարքին վիճակում, կամ փոխարինում ես մեկ այլ մեքենայով, որը Մայքլը չէր պատրաստվում անել, կամ երբ փորձում ես ինչ-որ բան թաքցնել։ Ոստիկանները գտնում են մեքենան, ուսումնասիրում են եւ գտնում են մեքենայի մեջ մարդու մասեր։ Ցավոք սրտի ԴՆԹ-ն չի կարողանում պարզել, թե դա ում է պատկանում, քանի որ շատ երկար ժամանակ է անցած լինում եւ այդ մասերը այդքան էլ լավ վիճակում չեն գտնվում եւ ուղղակի նրանց ձերբակալում են։ Ջոշը դեռ ազատության մեջ է, սակայն պետությունը որոշում է կայացնում, որ զրկի Ջոշին երեխաների հետ շփումից եւ երեխաներին ուղարկում են Սյուզանի մոր եւ հոր մոտ, այսինքն նրանց մորական տատիկ պապիկի մոտ, որպեսզի այնտեղ մնան եւ սոցաշխատողները չեն թողնում, որ Ջոշը հանդիպի երեխաների հետ։ Այդ ընթացքում ոստիկանները փորձում են երեխաներին հարցաքննել, մարդես ու մի բան էլ ասեցին, մտածում են բոլորը, որ տարիքով փոքր են, ոչինչ չեն ասի, բայց որն է ամենահետաքրքիրը, նրանք իրական ոչինչ չեն ասում հարցաքննության ժամանակ, բայց պարտեզում երեխան տան հայլին է, հիշում ենք սա։ Պարտեզում երեխաներից մեկը նկարում է մի նկար, որտեղ կա մեքենա եւ կանած են 3 հոգի։ Նա դայակին ասում է, որ մայրիկը այնտեղ է գտնվում։ Նրան տալ են այնտեղ, իսկ մյուս երեխան ասում է, որ մայրիկը իրենց հետ եղել է այդ արշավին եւ որ մայրիկին սպանել են։ Սոցաշխատողները փորձում են երեխաներին հեռու պահել, սակայն մեկ սոցաշխատող, չգիտես ինչու, հավատալով Ջոշին, որ նա կարոտել է երեխաներին տանում է, որպեսզի Ջոշին տեսնեն, իր հորը տեսնեն։ Երբ նա ներս է ցանկանում մտնել, Ջոշը երեխաներին արագ ներս է մտցնում, դուռը փակում է եւ չի թողնում, որպեսզի սոցաշխատողը նույնպես ներս մտնի։ Սոցաշխատողը դրսում մեքենայի մեջ սպասում է, քանի որ ոչ նրա զանգերին է Ջոշը պատասխանում, ոչ դռան թակոցներին, ոչ մի կերպ Ջոշը ռեակցիա չի տալիս, չի թողնում, որպեսզի նա ներս մտնի։ Սոցաշխատողը դրսում սպասելով զանգահարում է 911 եւ վախեցած ասում, որ նա շատ մեծ սխալ է գործել, նա թողել է երեխաներին Ջոշի հետ, իսկ հիմա չի կարողանում երեխաների հետ կապվել, օգնություն է խնդրում եւ հենց այդ պահին
տունը, որտեղ Ջոշը եւ երեխաներն են, պայթում է։ Ոստիկանները զննության միջոցով ապացուցում են, որ Ջոշը այս ամեն ինչը պլանավորել է։ Նա պլանավորել է, թե ինչպես է պայթունն իրականացնելու, որի արդյունքում եւ ոչ ոք ողջ չէր մնա, ոչ ինքը, ոչ նրանց երկու երեխաները։ Այսպես ավարտվում է նրանց պատմությունը, իսկ երեխաների տատիկը եւ պապիկը, այսինքն Սյուզանի մայրն ու հայրը, դատի են տալիս նահանգին, նահանգը նրանց վճարում է $100 միլիոն, որը ծնողները ծախսում են տարբեր բարեգործությունների, հիմնականում այն մարդկանց, կանանց համար, որոնք ենթարկվում են ընտանեկան բռնության, այդպիսի ֆոնդերին աջակցելով նրանք վատում են այդ գումարը։ Հուսամ ամեն ինչ կավարտվի եւ մենք կլինենք ուրախ ու երջանիկ, այնքան երկար, որտեղ որ ստացվի։ Պրոստը աբսուրդ է, էլի ոնց կարած դու տենց բան անել։ Չեմ կարող խոսեմ։ Okay. Շնորհակալություն դիտելու համար, կսպասեմ ձեր մեկնաբանություններին եւ կխնդրեմ նաեւ բաժանորդագրվեք ալիքին։ Շնորհակալություն։ Բլեթ խմլացում